Հունաստանի որևէ վարչապետ ելնում ասում է եկեք մոռանանք Կոստանդնուպոլիսը, որպեսզի Թուրքիայի հետ խնդիր չունենանք, իհարկե ոչ։ Այսինքն դու քո թուլությունից փնտրում ես ինչ որ հիմնավորումներ ու ցավոք սրտի դա ներկայացնում ես դուխով պիտակի տակ։ Վախդ փաթեթավորում ես մի թղթով, վրան գրում ես դուխով։ Դա լրիվ տարբեր բաներ են։ Ինչ վերաբերում է Սփյուռքին, նայեք, տարանջատումը, որ ասում է դե դա Սփյուռքի գործն է։ Այստեղ էլ մեկ ուրիշ հարված է տարվում, որտեղ մեր պետական մտածողության մեջ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն կար։ Մա Արցախը կորցրել ես, Սփյուռքի հետ էլ տարանջատում ես մտցնում, այսինքն դա Սփյուռքի հարցն է։ Ինչի այն մարդը, որ ցեղասպանությունից փրկվել է եւ որի մի ժառանգը գնացել է Ֆրանսիա, մյուս ժառանգը եկել է Երևան։ Այ Ֆրանսիայի ժառանգը պիտի պայքարի, Երևանի ժառանգը չպիտի պայքարի։ Հիմա Հայաստանի բնակչության որ մասն է ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ, հիմա դնեն հաշվին, ասեն, այս, չգիտեմ, այս մարդիկ պիտի պայքարեն, այս մարդիկ չպայքարեն, այսինքն դա խելագարության կանխավարկած է արդեն գնում։